2026-ը Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է ջութակահար Անդրեա Չիկալեզեի հետ բացառիկ համերգով, դիրիժորն Արմեն Կարճյանն է, ծրագրում Պյոտր Չայկովսկու, ջութակի կոնցերտն ու Ֆրանց Շուբերտի անավարտ սիմֆոնիան են։ 20-ամյա ջութակահար Անդրեա Չիկալեզեն թեև երիտասարդ տարիքին որպես մենակատար ելույթեր է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, տպավորված է Գյումրիով ու գյումրեցի հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, սակայն յուրաքանչյուր երկրի դիմագիծն այնտեղ ապրող մարդիկ են։ Հայաստանում ես հանդիպել եմ ջերմ ու սրտաբաց մարդկանց, եղել եմ նվագախմբի որոշ երաժիշտների տանը, նաև հրավիրվել եմ հրաշալի ռեստորաններ, ճաշակել համեղ ուտեստներ։ Առաջին իսկ օրից բոլորն այնպես ջերմ են ընդունել ինձ, որ տանն եմ զգացել, շատ հուզված եմ եւ շնորհակալ։ Աղետալի երկրաշարժից հետո 1992 թվականին հիմնադրված Գյումրու պետական սիմֆոնիկը քաղաքի մշակութային գույնն է։ Նվագախմբի գործունեության առանցքային ուղղություններից մեկը միջազգային գործակցությունն է։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով նման ծրագրերը ոչ միայն նպաստում են նվագախմբի մասնագիտական զարգացմանը, այլև Գյումրին միջազգային մշակութային քարտեզի վրա առավել տեսանելի դարձնելուն։ Բավականին մեծ անուն, մեծ բեմեր վաստակած, բարձրացած, մեծ հանդիսատես եւ ունկնդիր ունեցած երաժիշտ լինելով Անդրեա Չիկալեզեն մեծ սիրով առաջարկեց համատեղ համերգ ունենալ Հայաստանում։ Առաջինը մշակութային մայրաքաղաք Գյումրիում համագործակցային ծրագրերի շնորհիվ նա գտավ մեզ եւ մենք կարողացանք գտնել նրան։ Համագործակցություններն է, որ կարող են լսելի դարձնել, այո, թե պետության անունը, թե քաղաքի եւ թե ստեղծագործող նվագախմբի։ Անդրեա Չիկալեզեն միջազգային մամուլի եւ մասնագիտական հանրության ուշադրությունը գրավել է իր վիրտուոզ տեխնիկայով եւ խորքային երաժշտական մտածողությամբ։ Նրա խոսքով Հայաստան գալու որոշման մեջ մեծ դեր ունի իր ուսուցիչը Յոզեֆ Ռիսինը։ Իմ մենթորն ու ուսուցիչը Յոզեֆ Ռիսինը, նաեւ հայտնի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ուսուցիչն է։ Սերգեյին լսելով միշտ ոգեշնչվել եմ հայկական մշակույթով եւ երբ Հայաստանում համերգներով հանդես գալու հրավեր ստացա, մեծ ոգևորությամբ ընդունեցի այն։ Գյումրիից հետո համատեղ համերգային ծրագիրը ներկայացվել է նաեւ մայրաքաղաքի երաժշտասեր հանրությանը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։